545 չգիտեմ ով է, բայց մեզ էլի է գրել ես օգտատերը, բարևում ենք ձեզ, ողջունում ենք ձեզ, շնորհակալություն հարցի համար։ Տղերք, մի հարց էլի հետաքրքիր է շատ, եթե չի ստացվում իմպիչմենտը, էլ ինչի ընդդիմադիրները չեն դնում մանդատները, բայց այսինքն ինչ է նշանակում, եթե չի ստացվում իմպիչմենտը, ինչի չեն դնում մանդատները։ Մինչև այս իմպիչմենտ չեն էլ փորձեր անել, ուրեմն այդ տրամաբանությամբ դիվաղուց դրած լինեին մանդատները։ Անկեղծ ասած ես չեմ ընդունում այդ տրամաբանությունը, որ ընդդիմադիրները պետք է կամ իմպիչմենտ անեն կամ մանդատները դնեն։ Ես չեմ ընդունում այդ տրամաբանությունը մի պարզ պատճառով, որովհետև անկեղծ ցանկացած գործողություն այդ թվում մանդատ դնելը, այդ թվում իմպիչմենտ անելը պետք է ունենա հիմնավորվածություն, պետք է ունենա քաղաքական պատճառ եւ քաղաքական հիմնավորում ու քաղաքական ընդհանուր դաշտում ունենա այդ համայնապատկերում ունենա իմաստ, հա, անելու։ Ես չեմ տեսնում մանդատները դնելու իմաստ, impeachment չանելու իմաստը չէի տեսնում, նես չի որ ասում եմ հա точно լավ որ impeachment-ը պետք չի անել, չէ, հակառակը։ Բայց մանդատները դնելը, չգիտեմ, ինչ օգուտ կտա, էլի օրինակի համար ընտրությունների բերան մանդատները դնելը, չգիտեմ։ Անցանք Արմեն Կարապետյան, ինչպես կմեկնաբանեք երրորդ նախագահի այն խոսքը, որ impeachment-ը իրենք չեն ձեռնարկել, այլ օժանդակում են։ Քանի որ արդեն Հայաստան դաշինքի падգամավորները մեկնաբանում են տոտալ Հայաստան դաշինքի մեկնաբանում են որպես տեսավ արդյունք չի լինելու պատասխանատվությունից խուսափելու փորձը։ Ուրեմն եկեք առաջինը ֆիքսենք։ Ինչ որ ասել է երրորդ նախագահը ճիշտ է ասել։ Երրորդ նախագահը ու հատկապես հանրապետական կուսակցությունը չի նախաձեռնել impeachment-ը որպես քաղաքական փոփոխության գործիք։ Դա նախաձեռնել է Էդգար Ղազարյանը եւ Նարեկ Մալյանը։ Այսինքն սա փաստ է։ Այստեղ նես չի երրորդ նախագահը ասել է մի բան, որը վայ, այս ինչ ասե բան, պատասխանատվությունից խուսափել, սա մեկ։ Երկրորդ, երբ որ impeachment-ի առաջարկը, հա, Նարեկ Մալյանի եւ Էդգար Ղազարյանի պատիվ ունեմ ֆրակցիան վերցրել է իր վրա, ասել է որ այո, ես կրում եմ նաեւ սրա քաղաքական պատասխանատվությունը։ Իսկ պատասխանատվությունից խուսափելու բան էլ չկա։ Եթե ես չունեմ այլ ընտրանք, այլ առաջարկ, այս մարդիկ առաջարկում են impeachment, եւ ես համարում եմ, որ ես իրանց անուն տեսանկյունից եմ ասում, այդ ես չեմ ասում, էլի, ես ունեմ ուրիշ կարծիք, ինչի մասին շատ մարդիկ գիտեն, ու ես համենայն դեպս երբեք չեմ խանգարել այդ process-ին որևէ կերպ։ Բայց հանրապետական կուսակցությունն ասել է, մենք ընդունում ենք այս մարդկանց ասածը, այդ դրանք օժանդակ ենք, մաքսիմալ կօժանդակենք։ Իրանք եղել են օժանդակողի դերում, եւ երրորդ նախագահը ոչ մի սխալ բան չի ասել։ Բայց այդտեղ քաղաքական պատասխանատվությունից խուսափելու փորձ եւ այլն, ես բացառում եմ երբևէ, որ երրորդ նախագահը քաղաքական պատասխանատվությունից խուսափի նմանատիպ փոքր բանի շուրջ, էլի, բացի այդ impeachment-ի ձախողման պարագայում, այո, պատասխանատվության առաջին ալիքը Էդգար Ղազարյանի ու Մալյանի ուսերին է, բայց նաև քաղաքական պատասխանատվությունը հանրապետական կուսակցության եւ պատիվ ունեմ ֆրակցիայի վրա է, որտեղ իրանք ընդունել են, որ դրանով կարան գնան օժանդակելու են, հիմա օժանդակում են, ստացվում է, չի ստացվում, ինչ որ պատասխանատվության չափ ունենալու է սենց թե նենց։ Այո, բայց առաջնային պատասխանատվությունը Էդգար Ղազարյանի եւ Նարեկ Մալյանի նախաձեռնած այդ բանի վրա է, որտեղ այդ մարդիկ են ասել, սա է ճանապարհը, հիմա այդ մարդիկ այդ ճանապարհի քաղաքական պատասխանատվության կրողներն են լինելու ու իրանք են եղել դա ձեռնարկող, այսպես ասած։ Սա փաստ է։ Էդգար Ղազարյանի դեպ ավելի շուտ է խոսացել impeachment-ից։ Նես չի որ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանն են բան արել, Էդգար Ղազարյանը վաղուց խոսում է այդ դրա մասին, Մալյանի հետ իրանց այդ նախաձեռնությունը ավելի քաղաքական տեսք ստացավ, հրապարակային ավելի բանի վրա գնաց ու բնականաբար այդ մարդիկ են առաջարկողը այդ տարբերակով փոփոխություն անել։ Հիմա չի լինի փոփոխություն, թող հանրությունը անի հետևություն, այդ մարդիկ էլ տան բացատրություն, եթե կլինեն բացատրություն պահանջողներ։ Իսկն այդտեղ բան չկա, իսկն ես բան չի ասել երրորդ նախագահը, որը ախպեր դե ոնց որ մի տեսակ ուրիշ ձև է, չէ՞, նույն ասել է այն ինչ որ իրականում միշտ տենց եղել է։ Իմ համար դա զարմանալի չի եղել, դա բոլորս են գիտենք որ տենց է։ Այսինքն նես չէ՞ որ երրորդ նախագահը պատասխանատու, երրորդ նախագահը երբեք պատասխան, տեղ-տեղն էս պատասխանատվության տակ է մտել, որ вообще ինքը կապ չուներ, բայց քանի որ ինքն է այդ նավապետը եղել այդ երկրի, ինքն է վերցել իր վրա պատասխանատվությունը։ Ոնց որ շատ նորմալ բան եմ համարում այս մասը, հա,
որ իմպիչմենտը չի բարձր իմպիչմենտը չի նախաձեռնել հանրապետականը կամ բանը պատիվ ունեմ։ Իմպիչմենտը նախաձեռնողներ կան, շարժում կա, անունով կոնկրետ անունով շարժում կա։ Հիմա այդ մարդիկ են նախաձեռնել, այդ մարդիկ էլ գործող չի իրանք են հրաժարվող, իրանք են նախաձեռնել, էլի։ Սորից թվում է այսքանով այս մասով այսքանը։